Այս պահին այստեղ կատարվում է կենսակտիվ հավելումների մեջ ծանր մետաղների որոշման նմուշապատրաստումը։ Հայաստանում միջազգային հավատարմագրում ունեցող միակ լաբորատորիան է։ Փորձագետը չգիտի, թե ում արտադրանքն է զննում եւ ում պատվերով։ Կոդավորված նմուշը բարձրանում է լաբորատորիա, մենք հերթական իր գրանցահամարով կատարում ենք փորձաքննություն։ Շատ դիմում են Չինաստան արտահանելուց, Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանելուց, Եվրոպա արտահանելուց, ինչպես ալկոհոլային խմիչքներ, այնպես էլ սննդամթերքի տարբեր տեսականիներ։ Փորձարկման եզրակացությունը ճանաչվում է բոլոր երկրներում, պատվիրատուները շատ չեն, բայց բերված 10 նմուշից գոնե 8-ն անցնում են քննությունը։ Լաբորատորիան 3 տարի համապատասխանում է ISO 17025-ի պահանջներին։ Փորձարկման լաբորատորիաները, որոնք գործում են ոչ պարենային եւ պարենային ոլորտում, պետք է բավարարեն ISO 17025 ստանդարտի պահանջներին։ Եթե դա չկա, արդյունքները վստահելիությունը խիստ կասկածելի կարող է լինել։ ISO 17025-ը 2012-ին ընդունված օրենքի պահանջն էր, ոչ ոք պատրաստ չէր դրան։ ISO 17025-ի պահանջներն ապահովելու համար փորձարկման լաբորատորիաները 2 քննություն հաստատ պետք է գերազանց հանձնեն։ Չափից սարքերը, որոնք որ աշխատում են լաբորատորիաներում, պետք է պարտադիր կալիբրավորվեն։ Մյուս կարևոր բանը դա միջլաբորատոր փորձարկումն է, որը այսպես ասած գրեթե ամբողջությամբ ապացուցում է սարքի աշխատելու ճշգրտությունը եւ փորձարկման օբյեկտիվությունը։ 2012-ից հետո լաբորատորիաները վերապահումով են հավատարմագրվում, 2017-ից այլևս ոչ մի վերապահում։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը դիմում է կոշտ միջոցների։ Դաշտում գործող 37 լաբորատորիաներից 5-ն արդեն զրկվել են լիցենզիայից, 3-ը սննդի ոլորտում, 1-ը էլեկտրատեխնիկայի, 1-ն էլ շինարարության։ Ընդ որում ստուգումներն իրականացվել են ընդամենը 8-ում։ Ոլորտից դուրս փորձարկումներ կամ թերի ցուցանիշներով, ոչ լրիվ ցուցանիշներով անվտանգության համապատասխան փաստաթղթեր, որից մեկն է սերտիֆիկատ, տրամադրելը դա դադարեցման հիմք է լաբորատորիայի։ Լաբորատորիաների թերի աշխատանքը մի կողմից սպառողի շահն է ոտնահարում, մյուս կողմից խոչընդոտում արտահանմանը։ Տնտեսական զարգացման նախարարությունը դաշտը մաքրելու է մինչև տարեվերջ։ Նելի Հարությունյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։